Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Լավ է, որ բարելավում է, բայց դա էլ է շատ հեռու, նույնիսկ պարզ վերարտադրության ապահովելու մոտեցումից, էլի, էլ չասած իր վատսական հետևանքները ամբողջ սոցիալական ոլորտի, նույն կենսաթոշակային համակարգի եւ այլնի վրա աշխատաշուկայի վրա։ Բայց դա այլ հարց է, պարոն Խաչատրյան, բերեք թողենք այս կարևոր հարցադրում, չէ, դուք սկսեցիք, բայց մենք հիմա խոսում ենք կենսաթոշակառուների մասին, ձեր կողմից նշված հարցը շատ կարևոր է, դա թողենք մի հատ առանձին քննարկման, ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեմ այդ քննարկմանը, եթե հրավիրեք։ Հիմա տեսեք, դուք ասում եք առաջին հարցը, ասում եք մինչև 26 թվականը մենք չենք խոստացել, որ կբարձրացնենք, այլ քայլեր կձեռնարկենք, այսինքն շատ լավ, դուք խոստացել եք, որ քայլեր կձեռնարկեք, թե դուք խոստացել եք վերջնարդյունքում, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո, սենց խնդիր չենք ունենա, որ նվազագույն թոշակը պակաս չի լինի բարենային զամբյուղից, միջին թոշակներ պակաս չի լինի սպառողական զամբյուղից։ Ես ուզում եմ հստակ արձանագրենք, խոստումը վերաբերում է նրան, որ մինչև 26 թվականը այնպիսի քայլեր կձեռնարկեք, որ 26-ի հունվարի 1-ից հետո այլևս այդ խնդիրը չենք ունենա, թե այլ բան է խոստումը, այլ բան եք խոստացել, այսինքն քայլենք, հերիք է քայլենք, 18 թվականից քայլեցինք, տեսանք ինչ եղավ։ Երկրորդ հարցը վերաբերում է սպառողական նվազագույն զամբյուղի առողջապահության նախարարության կողմից հաշվարկվող մեթոդաբանության եւ կազմի վերաբերյալ ձեր դիտարկմանը, կառավարության դիտարկմանը, որտեղ ասում եք հնացածը ենթակա է վերանայման եւ այլն։ Շատ լավ, բայց այս նախագծով, որ մենք վերել ենք, տալիս ենք այդ իրավունքը կառավարությանը, ասում ենք կառավարություն, գնա մշակի, պարզ է, չէ՞ որ 2412.1 կիլոկալորիայի մեջ չի խնդիրը, այսինքն այսի այն նվազագույն առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության ներքո նաև տրված նվազագույն կալորիականությամբ էներգետիկ արժեքով սննդամթերքի մասն է խոսքը։ Հավանաբար կազմի մեջ կարող է փոփոխություն տեղ ունենալ։ Շատ լավ, այդ դեպքում տալիս ենք այդ իրավունքը ձեզ։ Ինչի՞ եք մերժում։ Ինչ չեք ուզում։ Դա նշանակում է, ուրեմն դուք ձեր նպատակը դա չի, որ այս ցուցանիշը վերցնենք, թե չէ։ Երբ որ դուք վկայակոչում եք երրորդ հարց, երբ որ դուք վկայակոչում եք Համաշխարհային բանկի մեթոդաբանության, ես ուզում եմ հիշեցնել Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը, որը վիճակագրական կոմիտեն այդ մեթոդաբանությամբ շարժում է եւ հիմքում դնում է 2019 թվականի տվյալները, տնային տնտեսության հետազոտությունների տվյալներում օգտագործում է 2019 թվականի բազային ցուցանիշները եւ առողջապահության նախարարության անփոփոխ կիլոկալորիականությամբ էներգետիկ արժեքով սննդամթերքով, բարենային զամբյուղը էականորեն տարբերվում են իրարից։ Իմ համար օրինակ եւ մեր համար նախագծի հեղինակների համար շատ ավելի կայուն է առողջապահական ոլորտի տված գնահատականը, որպեսզի մենք կարողանանք ի վերջո առողջության խնդիրը սա լուծում, նվազագույն սպառողական բարենային զամբյուղը եւ առասարակ զամբյուղը։ Եվ այդ տեսակետից, երբ որ դուք վկայակոչում եք, խնդրում եմ վկայակոչեք, որ ի վերջո 24 թվականի տվյալներով 40978 դրամ է սպառողական նվազագույն զամբյուղի մեծությունը մեկ չափահաս անձի հաշվով, իսկ բանը սպառողական, իսկ նվազագույն թոշակը 36000 է, այսինքն նույնիսկ 4000-ով պակաս է, 4940-ով պակաս է այս պայդը առողջապահության։ Եվ այս ամբողջի մեջ, ի վերջո դուք ինչ լուծում եք առաջարկում օրենսդրորեն ամրագրելու այս սկզբունքը, որ նորից եմ կրկնում, անկախ նրանից ինչ կառավարություն կգա, ինչ իշխանություն կգա, այս սկզբունքը պահպանի չթողենք ամեն մի հաջորդ իշխանության, այսպես ձեր սիրած բառը, որ ասում եք պոպուլիստական հայեցողություններին, ամրագրենք օրենքով։ Ինչն է խնդիրը։ Պարոն Մինասյան, ինչ վերաբերում է քայլեր ձեռնարկելուն, բնականաբար մենք
քայլեր ձեռնարկելով մինչև 2026 թվականը նկատի չունենք 2025 թվականի դեկտեմբերին այդ մի որոշմամբ այդ ուրեմն հանձնարարությունը, որը ստանձնել ենք, իրականացնենք, քայլեր դեռևս մենք սկսել ենք ձեռնարկել 2021-22 թվականից եւ կենսաթոշակի բարձրացման որոշ ուրեմն քայլեր ենք ձեռնարկել, նվազագույն կենսաթոշակի բարձրացման, հենց կենսաթոշակի բարձրացման, հենց այլ ծրագրերով, մասնավորապես հետվճարի ծրագիր, ինչը բավականին հետաքրքիր էֆեկտներ է տալիս եւ այդ քայլերը շարունակական են եւ այո բնականաբար այդ քայլերը պետք է հանգեցնեն նրան, որ 2026 թվականին մենք ապահովենք այդ ցուցանիշները։ Սա առաջի հարցի հետ կապված է։ Ինչ վերաբերում է առողջապահության մեթոդաբանությունը, որպեսզի հանրությունն էլ ավելի պարզ հասկանա ինչի մասին է խոսքը, առողջապահության նախարարության մեթոդաբանությունը այն սննդակազմը, որը ներկայացվել է, ունի ինքը ավելի սննդաբանական, առողջապահական նորմերի հիմքով հաշվարկված կառուցվածք եւ այնտեղ կարող ենք գտնել բազմաթիվ ուրեմն սննդատեսակներ, որոնք ըստ համաշխարհային բանկի մեթոդաբանության, որը ոչ թե տալիս է ցանկ, թե ինչպիսի սննդի տեսակներից պետք է օգտվի անձը, որպեսզի լինի առողջ եւ սննդաբանական տեսանկյունից ավելի ճիշտ, հա, այլ համաշխարհային բանկի մեթոդաբանությունը նրա մասին է, թե ինչպիսի սպառում է տեղի ունեցել ազգաբնակչության շրջանում եւ այդ սպառումը մեկ անձի գծով որքան էներգետիկ կալորիականություն է ապահովել։ Հիմա կարճ ասած համաշխարհային բանկի մեթոդաբանությունը իրականում եւ արդեն տեղի ունեցած ուրեմն սպառման ծավալների հիմքով այդ էներգետիկ ուրեմն ցուցանիշն է հրապարակում ի տարբերություն առողջապահության նախարարության մեթոդաբանություն, որը ավելի սննդաբանական եւ ինքը մի քիչ բան ունի իր մեջ խորհրդատվական, հա, այսպիսի կազմ ունի, այսինքն ցանկալի է, որ յուրաքանչյուր անձ խմի օրական 200 միլիլիտր կաթ եւ այլն, ձուկ ուտի եւ այլն, ինչը մեր իրականության հետ ճիշտն ասած այդքան համատեղելի չէ, որովհետեւ ինչպես նշեցի, նախ գնահատված չեն այդ հնարավորությունները։ Օրինակ 200 միլիլիտր կաթ, եթե յուրաքանչյուր անձ օրական պետք է ընդունի, խմի, սա նշանակում է, որ եթե ունենք 3 միլիոն բնակչություն, միջին լավ երեխաներին էլ 800,000 հանենք, 22 միլիոն բնակչության մեջ մենք օրական պետք է մեր կաթի սպառումը լինի մոտավորապես 400,000 լիտր, չգիտեմ, այդ հնարավորությունները մենք ունենք, ներքին արտադրությունը ինչպիսին է եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ յուրաքանչյուր ապրանքատեսակի կազմի մասով պետք է մի հատ գնահատական տանք։ Ու արդյոք, եթե այդ հնարավորությունները չկան, դա ապահովելու համար ինչեր կպահանջվի, ինչ ուրեմն նաեւ ինչպես կազդի սակագների վրա սննդի եւ երրորդ հարցը սկզբունքորեն ամրագրելու հետ կապված, Պարոն Մինասյան, այնուամենայնիվ մնում է մենք կարծիքին, որ նմանատիպ ուրեմն ամրագրումները, այդ սկզբունքների ամրագրումների օրենքով պետք է լինի ավելի հիմնավորված այն իմաստով, որ մենք պետք է դրա հետ որոշակի ճանապարհ անցած լինենք, որովհետև շատ կախվածություն ունի այս սկզբունքը ամրագրելը երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներից, հետևաբար մենք պետք է որոշակի ժամանակ ապրենք սրա հետ, գնահատենք մեր հնարավորությունները, հաշվի առնելով տարբեր մարտահրավերներ եւ երբ մենք կհասկանանք որպես պետություն, որ դա եւ ավելի բարձր ցուցանիշներ սահմանելու հնարավորությունները կլինեն ավելի քան
հիմնավորված, մենք կարող ենք դա որպես սոցիալական երաշխիք ամրագրել նաև օրենքով, այսինքն դրանից խուսափելու որևէ խնդիր դրված չի։ Շնորհակալություն։ Արձագանքում եք Համեցի։ Տեսեք, բարոն փոխնախարար, վերջից սկսեմ։ Մենք սահմանադրության մեջ ունենք մարդու հիմնական իրավունքների երկու բաժին։ Մեկը անվերապահ այն իրավունքներն են, որոնք կընդունես օրենք, չես ընդունի, այդ իրավունքները դիապահովես։ Երկրորդ բլոկը տնտեսական, սոցիալական եւ այլն չափազանց կարևոր է օրենքում ամրագրված լինելու հանգամանքից։ Այո, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ առանձնահատկությունները։ Եվ մեր ասած հենց դա է, որ օրենքում ամրագրենք այս նվազագույն երաշխիքը, որպեսզի անկախ նրանից ինչ իշխանություն լինի, չկարողանա այդ երաշխիքը նվազեցնել, իջացնել։ Հակառակը իշխանությունը ձգտի տնտեսական պայմանները ապահովել այնպիսին, որպեսզի սոցիալական նվազագույն երաշխիքները կյանք դառնան, իրականություն լինեն, այլ ոչ թե ուղղակի խոստումներ, հայտարարություններ, պոպուլիզմ, սիրած բառը շատ էլ իշխանության այդ անդադ ասում է պոպուլիզմ։ Հիմա սա է տրամաբանությունը օրենքով ամրագրման։ Ինչպես որ ամրագրվում է սպառողական նվազագույն աշխատավարձը, ինչպես որ ամրագրվում է աշխատանքային հարաբերություններում նվազագույն երաշխիքները, նույն ձևով սոցիալական պաշտպանության կենսաթոշակառուների մասով որպես 7 հիմնական սոցիալական ռիսկերից մարդու կյանքում հանդիպող ամենակարևոր ռիսկերից մեկի նվազագույն երաշխիքներն ամրագրվել օրենքով։ Սա է ամբողջ նաև տրամաբանությունը։ Ու հիմա երբ որ դուք առարկում եք կամ կառավարությունը կամ մեծամասնությունը առարկում ասում է, դե ճիշտ չէ դա ամրագրել օրենք, նշանակում է դուք ի սկզբանե չեք հավատում, որ սոցիալական պետությունը պետք է Գագիկ Հարությունյանի ականջը կանչի, ապրող իրողություն լինի, սահմանադրական նորմը։ Այսինքն դուք ասում եք, թողենք, ելնենք, խոսենք, կանցնենք, գնա էլի այդ պահին եղավ հնարավորություն եւ այլն։ Եթե ես ճիշտ եմ հասկանում այդ հիմնավորումները, որ դուք բերում եք, որտեղ հաստատ չեմ տեսնում այստեղ առարկություն ներկայացնելու։ Բացի այն մի բանից, որ հա, հիմա մերժում ենք, բայց մենք կբերենք, ինչպես պարոն Վարդանյանը ասեց, մինչև տարվա վերջ բերեք անցկացնենք, էլի խնդիր չի։ Երկրորդ հարցի վերաբերյալ ձեր տված պատասխանի արձագանքը։ Առողջապահության նախարարությունը առաջնորդվելով առողջապահության համաշխարհային կազմակերպության տված մեթոդական ցուցումներով, հիմքում ընդունելով անհրաժեշտ նվազագույն սննդակարգը եւ կալորիականությունը, սահմանել է մի ցանկ, որտեղ ինչպես դուք նշում եք օրինակ կատնամթերքի օրինակն է, կա, բերում 255 գրամ օրեկան։ Միայն կատնամթերքը, հետո բաժանվում է կատնաշոր, մածուն եւ այլ, այսինքն կատնային հիմքով մասին է խոսքը գնում։ 255 գրամ։ Ես ձեզ հավաստի հասնում եմ, որ մեր քաղաքացիները այս նվազագույնը, եթե պահեն, ավելի առողջ կլինեն եւ այդ սկզբունքից ելնելով է առողջապահության նախարարության տված ցուցանիշը չափազանց կարեւոր։ Համաշխարհային բանկի մեթոդաբանության շրջանակներում այս ցուցանիշը 108 թե 110, այսինքն մոտավորապես կրկնակի անգամ ավելի քիչ են մեր քաղաքացիները։ Բա հենց այս է խնդիրը, այսինքն դուք հիմա ասում եք, մենք հիմք ենք ընդունում անառողջ սննդակարգի հասարակության ապրելակերպը։ Մենք ասում ենք հիմք ընդունենք հակառակը առողջ սննդակարգ ապահովող զամբյուղը։ Եթե այստեղ կա վերանայման անհրաժեշտություն, որտեղ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ոլորտի մասնագետները կասեն, գիտեք ինչ կա այս ժամանակակից շրջանակներում չափազանց կարևոր է սննդակարգում այս փոփոխությունները, խնդրեմ, բայց դրա համար էլ տալիս ենք այդ իրավունքը կառավարությանը։ Ի վերջո 2412 կիլոկալորիա, որը նվազագույնն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ այս էներգետիկ արժեքը պետք է ընդունի օրը։ Բանի տնային տնտեսությունների հետազոտությունը, այս ցուցանիշը ավելի նվազ է տվել։ Քիչ ամենայն դեպս քան թե մոտ 200
կիլոկալորի ավելի պակաս, հա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հակառակը մենք հասարակությանը, դե ասենք, որ սիրելի հասարակություն, այ դուք որ սենցով սնվեք, ավելի առողջ կլնեք։ Հարգելի քաղաքացի, ավելի առողջ կլնեք, քան թե այն սննդակարգը, որ դուք ընդունում եք։ Եթե ես շարժվում եմ այդ 5184 տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքներով, միշտ մնամ ես վիճակում։ Ստամոքսս կծավա, սիրտս կծակի, եւ այլ։ Ավելի ճիշտ չէ, որ ավելի ճիշտ չի, որ սա հիմքում դրվի։